Արցախը իմ ինքնաճանաչողությունն է եղել։ Մեր հայոց պատմությունը անդադար կրկնվելու վախենալու ձիրք ունի։ Ապագայի մասին կարող է խոսել միայն նա, ով ամուր հիշողություն ունի։ Մենք բավականին իդեպ արմատին կպած ժողովուրդ են։ Մենք զանգ ենք կախելու, եւ ես վստահ եմ, որ մենք զանգ կախողներ ունենք։ Արցախի հարցում քաղաքականություն չկա։ Ծնունդով գյումրեցի Թովմաս Առաքելյանի պատանեկությունն անցել է Արցախի Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր, հետո Գետամեջ գյուղերում։ Ձեր կենսագրության այս հատվածը անկեղծորեն մեզ շատ ոգեշնչեց։ Դե զինվորականի ընտանիք է։ Զինվորականի ընտանիք տեղափոխվեցինք Արցախ Գյումրիից, այո։ Եվ իմ մանկությունը, պատանեկությունն անցավ այնտեղ։ Ես շատ արժևորում եմ հենց պատանեկության 4 տարիները, որովհետև հենց այդ տարիներին ես կարողացա հասկանալ Արցախը, գիտակցել Արցախը։ Շատ ցավով վերջերս իմացա, թե ինչ փոքր տոկոս են կազմում են հայերը, ովքեր եղել են Արցախում։ Մանավանդ ով էլ եղել է, ինքը որպես կանոն զինվորի մոտ է եղել, երթմնակալության արարողության է եղել, այսինքն չի գնացել Արցախ ուսումնասիրելու, բացահայտելու, հա։ Գնացել են իրեն զինվորին տեսել են, որ քեֆ են արել, մի օր, 2 օր ու վերադարձել են։ Ստեփանակերտում են եղել կամ ինչ-որ մի հուշարձանի մոտ կամ մի եկեղեցու մի վանքի մոտ։ Բայց ամբողջական պատկերը չեն տեսել։ Ես չեմ ասում, որ դա նշանակում է, որ իրենք ավելի վատ հայրենասեր են կամ ավելի քիչ են սիրում Արցախը։ Այդպես չի, մենք Ղևոն Դալիշան ենք ունեցել, որը Հայաստանում չէր եղել, օտար ափերում երբևէ այդպես էլ Հայաստան չտեսած, բայց շատ ամուր ու պինդ էր սիրում այս հայրենիքը։ Ընդ որում անգիր գիտեր Հայաստանի որևէ գյուղ, որևէ թուփ, ուսումնասիրում էր, գրում էր, կապի մեջ էր բոլոր քահանաների հետ, այդ հսկայական Ալիշանը այդ հայագիտական գործունեությունից անվալեց, Հայաստանը այդպես էլ չեղավ։ Դուք հասցրել եք ճանաչել Արցախը ամբողջությամբ։ Իսկ ես Արցախն ամբողջությամբ ճանաչեցի, որովհետև հայրս կազմակերպում էր, որ մենք ճամփորդենք, ամենտեղ լինենք, իսկ ես կարդում էի, պրպտում էի, ուսումնասիրում էի, մենք մրցույթների էինք մասնակցում, այն ժամանակ Արցախում ակտիվ կազմակերպվում էին այդ Արցախի ազատագրմանը նվիրված մրցույթների ու երբ որ ապրում ես այդտեղ, հասկանում ես որտեղ ես ապրում, սկսում ես ավելի շատ ուսումնասիրել, բացվում է այդ հսկա Օրխիստինե աշխարհը, Արցախի հնագույն անուններից մեկն է, Օրխիստինե։ Ֆանտաստիկ է այդ աշխարհը ու դու սկսում ես դրա կրողն ես, դրա ժառանգն ես։ Իմ կյանքի մեջ ես շատ եմ արժևորում այդ 4 տարիները, որ ես ուսումնասիրեցի ու դա հասկացա։ Երնեք նրանք, ոնց ովքեր կարողացան Արցախում լինել։ Շատ-շատերը այսօր ասում են այդպես էլ չեղավ։ Շատ մեծ ափսոսանքով են ասում։ Արցախյան կյանքի ձեր այդ 4 տարիները, որ մեկ բառով կամ մեկ նախադասությամբ նկարագրելու լինեք։ Պայքար էր, ծանր էր եւ կենցաղային առումով էր շատ ծանր, բայց այդ պայքարը շատ լուսավոր էր։ Միշտ ասում եմ, մութ ու ցուրտը այո համառում էր, այնտեղից չէր գնում, մինչև 2009-10 թվերի մասին եմ խոսում, որ դեռ այնտեղ լրիվ մութ ու ցրտի տարիներ էին, բայց լուսավոր, իրապես լուսավոր։ Գիտեք, այն ժամանակ դու դե չէիր անդրադառնում, որ քեզ ինչ-որ բան կապում, ապահում, դե երեխա էիր, վազվզում էիր, հիանում էիր, ուսումնասիրում էիր։ Այդ հիմա ես հասկանում, որ ինչ-որ լուրջ գենետիկ ուժ կա, այն որ մեր հերոսն ասում է, չէ, հողը գրկում է ոտքերը, դու ասում ես ինձ մենակ մի թող։ Այդ դու ավելի հետո ես անդրադառնում։ Ընդ որում կորցնելուց հետո ավելի շատ ես անդրադառնում։ Բայց երբ որ ապրում ես այնտեղ, ընդ որում զարմանալի մի բան կա, ես դեպս զրույցից առաջ անդրադարձա, որ կյանքս հետաքրքիր փուլերով է առաջ գնում։ 4 տարի Արցախում, 2 տարի Հառիճավանքում։ 4 տարի Գևորգյան ճեմարանում, 2 տարի բանակում։
4 տարի Տավուշում, հիմա տեղափոխվել եմ Երևան, չգիտեմ, էլի ինչ որ օրինաչափություն կլինի թե չէ։ Փուլերը վերջերս նկատեցի, այսինքն հենց այդ 4-2-4-2։ Ու սրանք առանձին կտորներ չեն, իրանք այնքան հետաքրքիր փոխկապակցված են։ Հենց այդ քարամյա Արցախում իմ ընթերցանության, ուսումնասիրության, սովորելու տարիները ինձ բերեցին Հառիճավան։ Այնտեղ սովորել էր գյումրեցի Ավետիք Իսահակյանը։ Ասեցի ես էլ եմ գնալու սովորեմ։ Հետո 2 տարի Հառիճավանքի ինձ բերեց հասրեց Գևորգյան ճեմարան։ Այս շատ ամուր հիմք էր, այս տասնամյակը, որ ես գնամ բանակ, չգիտեմ, ամենակարևոր դպրոցս ա եղել։ Այս երկու կրթություն եւ այլն, այս ամբողջ կրթության մասին եմ հիմա շատ խոսելու, բայց բուն կրթական, ակադեմիական, լուրջ աստվածաբանական կրթությունը ես ստացել եմ պատերազմի դաշտում։ Այդ պատերազմի դաշտում հասկացել եմ ինչի մասին է Աստվածաշունչը։ 6 տարի ճեմարանական վանական կրթությունից հետո ես պատերազմի դաշտում ասում եմ հա, փաստորեն, օքեյ։ Շատ հետաքրքիր զգացողություն է, այսինքն այդ ամբողջ սովորեցի վերաիմաստավորեցի հենց այդ մարդ Աստված հարաբերությունների, հավիտենականության հետ բախվելու, մահվան աչքերին նայելու ու մահվան հետ շատ հանգիստ երկ խոսելու, առանց տագնապի ու խուճապի։ Իսկ ամենավառ հիշողությունը Արցախից ո՞րն է։ Իմ ծառը։ Ես մեր տան բակում մի կաղնի ունեի, շատ յուրահատուկ հինավուրց ծառ էր։ Տնջրի ծառի պես չէ, բայց էլի դժվար է ասել թե ինչեր էր։ Մեծ, իրոք մեծ հաստաբուն ու այդ ծառը աճում էր հետաքրքիր Y-ի նման։ Ես մեջտեղում կարողացել էի նստելու ու տեղ հարմարեցնել։ Գարնանը, աշնանը կարելի էր կարդալ ու ես նստում էի այդ ծառի տակ ու կարդում էի։ Գյումրիում այդքան շատ չէի կարդում, արդեն Արցախում սկսեցի շատ կարդալ ու դա եղավ լուրջ հիմք իմ կրթության համար, այսինքն ես հետո ինչքան էլ սովորեցի թե ճեմարանում, թե թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, մինչեւ հիմա ես իմ հանրային խոսքում, իմ հարցազրույցների մեջ, իմ գրքում շատ հենվում եմ հենց այդ տարիների իմ ընթերցանության վրա։ Փոքրիկ գրադարան ունեինք, երբեմն Բերձոր էի հասնում գիրք վերցնելու համար, բայց այդ ընթերցանությունը հետո հա, էլի լուրջ ձեր խաղաց։ Ես հայոց գրականությունը կարողացա այդտեղ ճանաչել, հենց այդ կաղնուտը։ Ես հասկացա, թե մենք ինչ թափով գրականություն ունենք։ Իրոք ուժեղ։ Ու համաշխարհային գրականությունն էլ էի կարդում ու Բաղդադում էի դա համեմատում էի մեր հայ մեծերի հետ։ Այդ ես հասկանում եմ, որ վաու, այսքան փոքր ազգ ու մենք չենք զիջում ու գիտեք, թվում է թե ես հայրենիքն էի ճանաչում, թվում է թե ես հավատքն էի ճանաչում, թվում է թե ես Աստծուն էի փորձում ճանաչել, բայց այդ ամենի մեջ ես գալիս էի անդադար գալիս էի ինքնաճանաչողության։ Ու Արցախը իմ ինքնաճանաչողությունն է եղել։ Հենց Արցախում։ Հիմա եթե ձեր պատանեկության այդ 4 տարիները Արցախում չանցնային, ձեր կյանքը լրիվ այլ կերպ կդասավորվեր։ Այդ կյանքը չէր լինի։ Այդ Թովմասը էլ ինձ հետ կապ չէր ունենա, ինքը կլիներ լրիվ առանձին ինչ-որ Թովմաս։ Հոգևորականի ուղին չէի ընտրի։ Դե հաշվի առնելով, որ ես հոգևորականի ուղին ընտրել եմ Դադիվանքում, ու Դադիվանքում արել եմ իմ առաջին աղոթքը, սրա մասին շատ եմ խոսել։ Քանի տարեկան էիք։ 15։ Անշուշտ դա լրիվ ուրիշ մարդ կլիներ։ Բայց Արցախում թեև շատ շրջագայեցի, շատ գրեթե բոլոր գյուղերում էլ երևի եղել եմ, շատ տարբեր մրցույթների էի մասնակցում, մասմունքի մրցույթների, բայց այդքան շատ շփվեցի արցախցիների հետ։ Ինչու, որովհետև Քաշաթաղը դրա համար բարբառն էլ ցավոք այդ հարստությունը չունեմ, բարբառին չեմ տիրապետում, որովհետև Քաշաթաղի շրջանում արցախցիներ քիչ կային, այնտեղ վերաբնակեցվածներն էին։ Օրինակ Իշխանաձորում շատ էին հիմնական ընտանիքները լոռից էին, Սպիտակից։ Հիմա ուզում եք ասել արցախցիների լավ չեք ճանաչում։ Բայց արցախցի ընկերներ ունեմ։ Նույնիսկ մանկության ընկերներ ունեմ Արցախից, որ մինչև հիմա իդեպ էլի հայացքն Արցախին ձեր հաղորդաշարի հյուրերից մեկը իմ մանկության ընկերն է, Արթուրը Խաչենց։ Մենք սկան երեխեք էինք, որ իրար հետ ասմունքի մրցույթների էինք գնում, ինքը Հադրութից, ես Քաշաթաղից, այնտեղ երկու Հայաստանի եւ Արցախի ազգային ժողովները կազմակերպում էին ասմունքի մրցույթ փառատոն, որին մենք մասնակցում էինք շատ ակտիվ, հաջողություններ ունեինք, երկուսս էլ։ Այդտեղից մեր ընկերությունը մինչև այսօր պահել ենք։ Ընդ որում, հա, արցախցիներին ես ավելի շատ
ճանաչեցի պատերազմից հետո հենց Արցախի ժողովրդին ես հիմա ավելի շատ եմ շփվում հենց արցախցիների հետ, քան այն ժամանակ։ Այն ժամանակ մենք ապրում էինք ուրեմն ինչպես ասացի իշխանաձորում լոռեցիներ, Գետամեջում շիրակցիներ, վերաբնակեցվածներ, հայաստանցիներ, բայց ինչն էր հետաքրքիր, որ երբ մենք գնում էինք Ստեփանակերտ, արցախցիներ, բնական շփումը կար, մենք երբևէ չենք բախվել այսպիսի մի հարցի, որ այ ես շիրակցի եմ, իրենք արցախցիներ են ու ես եկել եմ Արցախում ապրելու ու ես ինչ որ վարքյան ինձ զգայի ուրիշ։ Զգայի ինչ որ ցի, շիրակցի զգայի ինձ արցախցին։ Բացարձակ, նույնիսկ երբեմն որ ասում էին իսկ արցախցիները ձեզ լավ էին վերաբերվում, ասում էի չէ, որովհետև արցախցիները մեզ ոչ մի ձև հատուկ չէին վերաբերվում։ Արցախցիները ոչ մի յուրահատուկ առանձին վերաբերմունք չեն ունեցել մեզ այնտեղ։ Ես ինչ եմ տեսել, ես տեսել եմ, որ մենք հայեր ենք, բոլորս միասին ապրում ենք, բոլորս ունենք մի նպատակ՝ ազատագրած այս երկիրը շենացնելու։ Իմ հայրը այս երկրի սահմանն է պահում, զինվորական, փոխգնդապետ, ծառայության մեջ անձնվեր։ Վստահ եմ կարող էր Հայաստանում ծառայել, բայց շատ բարդ պայմաններում մայրս դաշնամուրի դասատու էր եւ կարողացել էր Բերձորի երաժշտական դպրոցի ֆիլիալներ բացել 2 ժամ հեռավորության վրա գտնվող գյուղերում, որ երեխեքը դաշնամուր սովորեն կրթություն ստանան։ Եվ բոլոր դպրոցներում փոքր խմբակներ ուներ դաշնամուրի։ Մենք եկել էինք Արցախ շնացնելու, մենք ստանում ենք լավ վերաբերմունք։ Բայց էլ ինքս ինձ ուղեմ, չհակասեմ ինքսին։ Մենք ստանում էինք ոչ թե լավ, բնականon ապրում էինք, թեման չկար, խոսույթը չկար։ Ավելի ուշ տարիքում, չգիտեմ որ պատի ծերից ու չգիտեմ ում փողերով սրսկվեց այդ արցախցիների մի բաժակ ջուր չտալու արեստական ու տգեղ վատ։ Հիմա դուք այդ մեկնաբանությունների ինչպես եք արձագանքում Արցախի ու արցախցիների հասցեին վատաբանող, ոչ կոռեկտ մեկնաբանություններին։ Նորից ես գյումրեցի եմ, գյումրեցիները շատ հախուռն կոպիտ ժողովուրդ է։ Դուզն ասող, չխնայող, մենք որ մեր լեզուն շատ ուժեղ, ամուր, պինդ լեզու է, բայց ես ունեմ քրիստոնեական այդ անգլերեն ասած handle-ը, այդ իմ քրիստոնեական արժանապատվը միշտ չի թողնում, որ իմ գյումրեցու լեզուն կոպիտ տեղը դնի։ Բայց այս թեման են թեման, շատ հաճախ ունից դուրս եմ գալիս։ Ու կոպտում եմ։ Այդ մեղքը գործում եմ, վատ բան եմ անում, բայց երբեմն ես շատ քիչ եմ հունից դուրս գալիս, բայց կոնկրետ արցախցիների հետ կապված թեման ու այդ ով իմ մոտ կանգնում ասում է արցախցիները մի բաժակ ջուր չեն տվել բան, բայց չեմ խնայում։ Շատ վատ խոսույթ է։ Ընդ որում, գիտեք հիմա էլ որ ես ընդհանուր առմամբ մարդկանց հետ շփվում եմ, չգիտեմ, գուցե ինձ շրջապատող մարդիկ են լավը, բայց ես այդպես շատ կտրուկ չեմ նկատում ռեալ հողի վրա այն ատելությունը արցախցիների նկատմամբ, որը կա Facebook-ում։ Այսինքն Facebook-ում կա ինչ-որ տհայ մեկնաբանությունների շքերթ ու վիճակ, տհայ։ Չգիտեմ, կա այդպիսի բառ, թե չէ։ Բայց այդ տհայերը, որոնք անդադար ֆեյքերով, բաներով դուրս ես գալիս արցախցիների հետ եմ խոսում, ասում եմ հարևան այդ բան, չէ, լավ հարևաններ, բան, տեսնում եմ, որ իրական հողի վրա նորմալ ապրում ենք, բայց սրսկում են այդ ատելությունը ու Facebook-ից դա այնուամենայնիվ գալու է իրական դաշտ։ Մարդը, որը երբևէ չի ունեցել, մտնում է Facebook, մի երկու հատ տհայի վիդեո է նայում, մի երկու հատ տհայի կոմենտ է կարդում, Facebook-ը փակում է ու ասում է դե հա էլի, այդ ես որ վատ եմ ապրում, այս ես որ վրայիցս հոտ է գալիս, այս իմ տան ցանկապատը որ խոտ է աճել, չկա էլ, հա, այդ հո ես չեմ ծույլ, այդ հո ես չեմ փնթի, այդ հո ես չեմ անուս, ինձ արցախցիներն են թալանել։ Գիտեք, հիմա ես այսպիսի մի բան պատմեմ, երբ արցախցիները եկան, ծանր օրերն էին, դե բնականաբար բոլոր լսարան ունեցող մարդիկ փորձում էին ինչ-որ բան անել, ինչ-որ շպերտ հետևացնել ու ես կազմակերպեցի բարեգործական զրույցներ։ Մարդիկ գալիս էին ինձ հետ հանդիպման, ինձ հետ զրույցի համար վճարում էին
այդ վճարից գումարվում էր բավականին լավ գումար, ու ես այդ զրույցները անում էի ամեն շաբաթյա ձևով, 10-ից ակումբ կա, իրենք կազմակերպել էին ու մենք իրար հետ գումար էինք հավաքել։ Դրանից առաջ ես էլի մի քանի նման բարեգործական ծրագիր արել էինք Տավուշի սահմանամերձ շրջանում ապրող ընտանիքների համար։ Հիմա տեսեք, չեմ վատաբանում, բայց պարզ օրինակ եմ բերում։ Մի կողմում մարդ է, որը աղքատ ա եղել միշտ, չի հաջողել իր կյանքը, ինչ որ պատճառներով, երբեմն նաև իրենից չկախված, սահմանամերձ յուղում աշխատանք չկա բան ու լուրջ ֆինանսական խնդիրներ է ունեցել։ Դե այդ մարդն էլ այդ հանգամանքներում է, դժվարին հանգամանքներում այդ մարդկանց օգտակարություն էինք վերում, ասում էինք ինչ ես ուզում քեզ համար անենք։ Ասում էին 40,000 դրամ տվեք, ես երեխուս տանեմ շոր կոշիկ առնեմ, տանեմ դպրոց բան ու մենք ինչ որ ձևով հոգում էինք, շատ փոքր բնական, մենք մեզնով, ընկերներով։ Դե շշմելու էր երբ Արցախցին, որ լավ է ապրել, աշխատանք է ունեցել, իր տունը պահել է, հսկայական լավ տուն, այգի, ամեն ինչ թողել եք այդ մարդը աղքատի հոգեբանություն չունի։ Այդ ուրիշ թեմա է, թե ոնց տարիներ շարունակ մեր սահմանամերձ գյուղերում ապրող մարդկանց վարակեցին աղքատի հոգեբանությամբ ու հիվանդությամբ։ Դա պետքա բուժել։ Աղքատ լինելը դա պետքա բուժել ու բուժել լուրջ պետական մակարդակով ծրագրերով, որ այսօր չի արվում։ Ինչքան էլ որ լսել եմ մի երկու անգամ ականջիս կպելա դրա մասին խոսվում է, բայց խոսվում է լրիվ ուրիշ կողմով, շատ սխալ կողմով, շատ ավելի վտանգավոր կողմով։ Հիմա արցախցիները երբ որ գալիս էին, ուրեմն իրերը նիվայի մեջ հələ չի հանել տունը դնի։ Տունը հələ չի էլ մտել նայի, հենց նոր եկել է, ավտոյի մեջ գիշերել է, որտեվ տան վրա դեռ շատ գործեր կան։ Ու ասում է, գիտեք, ես նկատեցի, որ այս տան կողքը սետկա կա, ինչ որ մեկ է ցանցերի մեջ հավ է պահել։ Ինձ կլինի հավ բերեք, ես հավ պահեմ։ Մեկն ասում է գոջիներ, խոզի գոջիներ բերեք, այստեղ մարդիկ արդեն մտածում են փող աշխատելու մասին։ Հիմա ասում եմ իմ ընկերներին, որ այնտեղ են, ասում եմ, տեսեք, 3 տարի հետո այս մարդը դառնալու է գյուղի ամենաունևոր մարդը, ու իր հարևանը կարող է ասի, արցախցիները կան, մեզ թալանեցին, որովհետև ինքը նպաստի։ Գիտեք, դեպք ա եղել այդ նույն գյուղում, որ կովը չեն վերցրել, որ նպաստից չկտրվեն, փարոս ստանան։ 1000 անգամ հարց ու փորձ արեցին, հիմա ես որ այս կովը վերցնեմ, ես իմ 24,000-ը ինչա, փարոսը ստանալու եմ, թե չէ։ Արցախցիների մեջ ես այդպիսի մարդ չեմ հանդիպել, գուցե կան մարդիկ, որոնք եկել են շոկի մեջ ու իրանց լավ չեն դրսևորել։ Նրանք շատ վատ են դրսևորել, գնացել են վատ բաներ են խոսել, ներվային են, նորմալ է, հոգեբանական ահավոր կրիզիսի մեջ են եղել, ամեն ինչ էլ պիտի ասեն, իրենց ճիշտ էլ պիտի պահեն, սխալ էլ պիտի պահեն ու մենք իրավունք չունենք տենց ինչ որ։ Մարդը ստրեսի մեջ է։ Եվ կներեք, երբեմն երբ որ դու դուրս ես գալիս քրիստոնեական քո բարոյական համակարգից ու ասում ես այս sense խոսողներին, ասում ես, այ մի օր դու պիտի հասկանաս այդ մարդկանց։ Անձնապես մաշկիդ վրա պիտի հասկանաս այդ մարդկանց, որ լեզուդ այսքան չխոսես, մի քիչ սուս մնաս։ Իսկ Աստված երբեմն թույլ է տալիս, որ դու այդ նույն իրավիճակում հայտնվես, որ գիտեք, քամի ցանողը փոթորիկ է հնձում։ Ժամկետային ծառայության մեջ էիք, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Արցախում չէիք, բայց որոշեցիք գնալ ու բարձրանալ դիրքեր։ Հոկտեմբերին գնացի, մի քանի հոգով կամավորագրվեցինք հենց Վայքի զորամասից, որ մեզ տանեն Արցախ, իհարկե այնտեղ արդեն դիրքերի մասին խոսք չկար, մենք սարերում, զորերում, մենք ինքներս արագ փորում էինք, հրամանները արագ կատարում էինք, կողմնորոշվելով երբեմն ուղղակի ինքնակազմակերպվելով, որովհետև պատերազմի հետ օրերը ես անվանում եմ կազմակերպված անկազմակերպվածություն։ Եթե չկամավորագրվեիք, չէին տանի։ Վայքի զորամասի մեր գումարտակը սա գաղտնիք չէ, բոլորը գնացել են կամավոր, ովքեր ուզել են գնացել են, ովքեր չեն ուզել չեն գնացել, այսինքն գումարտակը ամբողջությամբ այդպես էլ չտարան։ Տարան առաջին գումարտակը, որը իդեպ շատ դաժան մարտերի մասնակցեց, շատ քչերը հետ եկան։
Եվ երկրորդ գումարտակը, որը հետագայում երկու մասի բաժանվեց։ Մի մասը ճանապարհի կեսից որոշեց վերադառնալ եւ հետո իրենք այնուամենայնիվ իրենց հետ ուղարկեցին արդեն ու իրենք ընկան շատ ծանր մի մարտի մեջ, իսկ մենք որ որոշեցինք հետ չդառնալ մինչեւ վերջ չգնացինք, այնուամենայնիվ ունեցանք միայն վիրավորներ։ Ես այդքան շատ չեմ սիրում խոսել պատերազմի մասին, բայց որպեսզի խոսքս շարունակեմ, այն ինչ մասին մենք խոսեցինք, հա, այդ Արցախը ճանաչելուց։ Ու միայն այն փասը, որ ես գիտեի, որ դա Մամարք գյուղն է, ես գիտեի, որ դա շատ մոտ է Իշխանաձորին, ես գիտեի, որ այնտեղ Պարսկաստանի սահմանն է, գիտեի, որ մի քիչ հետև Խուստուփն է եւ Դավիթ Բեգ գյուղը կարելի է գնալ, շատ կարճ ճանապարհ կար կամրջով, որ կարելի էր հասնել Դավիթ Բեգ։ Այս ճանապարհի իմացությունը կողմնորոշվելը Մամար գյուղում ինձ օգնեց չընկնել, ընկերներին օգնեց չընկնել շրջափակման մեջ։ Սարսափելի լուրջ վտանգից մենք կարողացանք իրոք մազապուրց փախնել, որովհետև մենք չունեինք նորմալ կապի միջոց, չունեինք նորմալ քարտեզ, չգիտեինք ինչ խնդիր ենք կատարում, մի հատ սարսափելի վիճակ էր, դա արդեն հոկտեմբերի վերջ, մեր 10-րդ թե 11-րդ օրն էր մարտի դաշտում։ Մենք որոտանում էինք, որտեղ նոյեմբերի 9-ը եղավ ու ինչպես հելի հաճախ ասում եմ, ես հենց նոյեմբերի 9-ին կորցրի իմ խաղաղությունը։ Շատ խաղաղ էի մարտի դաշտում, շատ խաղաղ, խնդիր էի կատարում։ Այո, նույնիսկ ասել եք, ես երբեք այդքան խաղաղ չեմ եղել, այդքան լավ հոգեվիճակում չեմ եղել, որքան պատերազմի դաշտում։ Ինչպես է հասկանալ։ Նոյեմբերի 9-ին դու հասկանում ես, որ քո թիկունքում հաղթելու ենքին գոնե հավատացող պինդ ուժեր կան, իդեմս պաշտոն ունեցողների։ Ժողովուրդը հավատում էր, մեր թիկունքը իդեալական է եղել։ Ես այս միշտ ասում եմ, ես որպես զինվոր, իմ ընկերները, ինձ հանդիպած զորքերը, մենք մշտապես օգտագործում էինք սնունդ, որը ուղարկվում էր մեզ թիկունքից, ոչ թե ՊՆ սնունդ, այլ զինվորներն ասում էին գրե սնունդ, միշտ հիշում եմ այդ բառը, այսինքն աշխարհիկ սնունդ, հա, խանութներից գնաց, այդ նամակներով, հետո ես իմացա, որ այստեղ բոլոր սուպերմարկետներում մարդիկ հավաքում էին զամբյուղներով, տանում էին, իմ ընկեր Անահիսը Սարդարյան հսկայական գործեր անում, բոլորը տարբեր կազմակերպ անդադար ուղարկում էին տղերքին, ես ուզում եմ ասել, որ դա հասնում էր, դա մեծ դեր էր խաղում ու շատ տղաներ դրա շնորհիվ սովամահ չեն եղել, տակ հագնվել են, անձրևի տակ չեն մնացել ու նույնիսկ եթե զոհվել են, գոնե ամուր թիկունքով են զոհվել։ Իմացել են, որ իրենց սնիկերս ուղարկող կա, իրենց ինչ-որ սպասող կա։ Շատ տղաներ, որոնց ես կազմակերպել էի մկրտությունը, զոհվեցին։ Հիմա իրենք Աստծո մասին ավելի շատ բան գիտեն, քան ես։ Իրանք հարցեր էին ինձ տալիս, պատասխաններ էին փնտրում։ Ես ունեի մի ընկեր, որը լրջորեն հավատում էր, որ ինքը դաոսական է։ 4 կրոն էր ուսումնասիրել ու ասում էր, ես քրիստոնյա չեմ, ես դաոսական եմ։ Մենք շատ խոսեցինք, ինքը զարմացավ, որ ես իրպես հետաքրքրված եմ այդ կրոնով, այդ գաղափարախոսությամբ ու իր հետ զրուցում էի այդ փիլիսոփայության մասին, բայց նաև ասում էի, գիտես, այս հարցերում դաոսականությունը չունի պատասխաններ։ Հա, հիացի դաոսական փիլիսոփայությամբ, բայց քրիստոնյա էր։ Ինքը կյանքի վերջում քրիստոնյա դարձավ, Հովհաննեսը Մազմանյան, գյումրեցի։ Իհարկե, սահմռկեցուցիչ զուգադիպություն կա, որ մեր Հովոն իմ հետ ծառայեց գյումրեցի Հովհաննես Մազմանյանը, որ զոհվեց 2020 թվականին ու զոհվեց անձնվիրաբար, որ կարող էր չզոհվել, բայց իրոք կյանքը տվեց հանուն իր ընկերների, հետևաբար վստահ եմ, որ ինքը հիմա դրախտում է, Քրիստոս ասում է չկա, չէ, ավելի մեծ սեր, քան եթե մեկը իր կյանքը տա հանուն ունի, նահատակ ինքը վկա է, ու եւ քրիստոնյա, եւ կնքվեց, եւ այսինքն կնքված էր փոքր տարիքում, բայց գիտակցական ընդունեց քրիստոնեությունը։ Գիտեք ինչն է զարմանալի։ 1920 թվականին հիշում եք այդ պատմությունը, որ Կարսի Բերդի հանձնելուց մի գեներալ ինքնասպան եղավ։ Գյումրեցի գեներալ էր, 100 տարի առաջ, անուն ազգանունը գիտեք ինչ էր։ Հովհաննես Մազմանյան։ Շշմել էի։ Ես հետո իմացա, որ մեր Հովոն ու այդ Հովհաննես Մազմանյանը գյումրեցի են 100 տարվա տակ։ Չգիտեմ, մեր հայոց պատմությունը անդադար կրկնվելու վախենալու ձիրք ունի։ Բայց դա նաև շատ կարևոր է, որ մենք հիշողություն ունենանք, տեսեք շատ հաճախ խաչքարերի պուրակում ենք հիմա,
բոլոր խաչքարերի վրա գրված է հիշեցեք նրան, հիշեցեք մյուսին, հիշեցեք, հիշողությունը արժեք, շատ կարևոր արժեք է։ Ու հաճախ ասում են հիշողությունը անցյալի մասին է, մենք ապագայի մասին ենք խոսում, գլուխներ պատով եք տալիս։ Ապագայի մասին կարող է խոսել միայն նա, ով ամուր հիշողություն ունի, որովհետև հիշողությունը անցյալի մասին չի, գալիքի մասին է։ Շատ են, չէ, փորձում ջնջել այդ ամենը։ Դե հա, հիշողության դեմ տոտալ պատերազմ է հիմա, բայց մենք հորդ չենք առանց հիշողության ապրենք, էլի, չի կարելի։ Մենք այն էլ մեր նման ազգը, հինավուրց պատմություն ունեցող, արմատ ունեցող, այդ արմատին կպած, մենք բավականին իդեպ արմատին կպած ժողովուրդ են։ Էլ թող չասեն, այս ազգ չի, բան չի։ Լավ էլ ազգա, լավ էլ կպած է իր արմատին, լավ էլ հավատքին եկել է մանավանդ պատերազմից հետո։ Մենք ընտիր ազգ ենք, եթե մեզ արհեստականորեն չթունավորեն։ Եվ մենք Արցախը իհարկե ոչ միայն հիշելու ենք, այլ այդ հիշողությամբ գործելու ենք, միայն խոսքով չէ, խոսքը այսօր խոսքաշատ, խոսքա բորփոզ այս օրերում Բոլորը խոսող են դարձել։ Բայց հա, մենք զանգ ենք կախելու եւ ես վստահ եմ, որ մենք զանգ կախողներ էլ ունենք, այն էլ ոնց ունենք։ Թովմա ջան, չնայած նշեցիք, որ չեք սիրում պատերազմի մասին խոսել, բայց ուզում եմ հարցնել, թե ինչը փրկեց ձեզ, բացի այն, որ շատ լավ ճանաչում եք Արցախը, գիտեիք ինչը որտեղ է, որովհետև այդ օրերին չկար մի դիրք, որտեղ թշնամին հրետակոծության չենթարկեր։ Ինչը փրկեց ձեզ։ Չէ, գերբնական բաներ, ինչ էլ որ եղել է, ինչ էլ որ զգացել եմ, գիտեք, իմ ու Աստծո հարաբերությունը, ընդհանրապես մարդ Աստծո հարաբերությունը շատ ինտիմ դաշտ է։ Ես որպես կանոն շատ չեմ սիրում այդ վկայությունները, այնտեղ մի քիչ պատրանք կա, վտանգ կա, որ դու զմայլվես քեզնով, ասես, որ դու տենց շատ հոգևոր տղա ես ու Աստված քեզ հատուկ ինչ որ արժանինքների համար փրկել է։ Ասել եք, որ ձեր հրամանատարն է նույնիսկ ասել, որ դուք այդ պատմությունը պատմում եմ, հա, այդ պատմությունը շատ եմ պատմել, որ եղել են այդպիսի դեպքեր, այո, հրամանատարս արդյունքում մկրտվեց։ Վայքի Զոլամասի իմ գումարտակի հրամանատարը Կամբատը, որի հետ մենք պատերազմ ենք անցել, որոշ ժամանակ հետո մկրտվեց, ես մասնակցեցի, ինքս Խաչիկ Գյուղի քահանան մկրտեց իմ զինվորներին, Կամբատին, շատ մեծ։ Իդեպ իմ Էջմիածնում դասակի հրամանատար, Վաշտի հրամանատարի տեղակալ կապիտան Առաքելյան։ Իրեն էլ եմ կազմել, իր մկրտությունն էլ զինվորների հետ եղավ, մի քանի զինվոր եւ իրենց հրամանատար։ Այնքան սիրուն էր, որ հրամանատարն ու զինվորները իր հետ մկրտվում են։ Այդ շատ կարեւոր հիշողություն է ինձ համար բանակից։ Բայց իհարկե պատերազմից մնաց այն դասերը, որոնք ես բերեցի ինձ հետ, կուտակեցի սովորելու արդյունքում, հիմնվեցի դրա վրա, այդ ապրումի վրա եւ գրեցի իմ գիրքը, որ կոչվում է Ճանապարհ, մտերմիկ զրույցներ, այս մտերմիկ բառը շատ եմ կարևորում, մտերմիկ զրույցներ հայոց եկեղեցու մասին։ Իսկ Արցախը։ Արցախն այդ գրքում իհարկե կա։ Իմ գիրքը կազմված է մի քանի ճանապարհներից, մենք ճամփորդում ենք եւ վերջին ճամփորդությունը, կարևորագույն ճամփորդությունը իհարկե մենք գնում ենք Արցախ։ Ես գիրքը վերջնական տեսքի էի բերում ու այդ Արցախի գլուխն էլ ամբողջացնում էի այն ժամանակ, երբ Արցախը արդեն շրջափակման մեջ էր եւ ես ասում եի, գիտեք, ինչ ուզում եք, ով ինչ ուզում անի իմ գրչի ուժով, ես մեկը Արցախ գնալու եմ։ Ու ոչ մեկ իմ երթը չի կարող, իմ ճանապարհը չի կարող փակել։ Գրչի ուժի դեմ ոչ մեկ չի կարող։ Դրա մասին շատ է գրվել, որ գիրքը ձեռագիրը, գիրը յուրատուկ ուժ է, յուրատուկ զենք է ու պետք չի դա թերագնահատել։ Ընդհանրապես մենք երբ Արցախի մասին ենք խոսում, միշտ լեյտմոտիվն ինչն է։ Պատերազմ, պայքար, հայրենասիրություն, սիրել թշնամուն, թե ոչ, ներել, թե չներել, բայց ես այդ ամենը տեղափոխեցի Սյունիք։ Սյունիքում ես նժդեհյան ոգով, նժդեհի գաղափարախոսությամբ, իդեպ ուղնուցուցով քրիստոնեական։ Արցախի գլխում ես երկու հիմնական թեմա բերեցի։ Առաջինը դա մեր ազգային եկեղեցական տոներն են։ Տոները։ Հենց ես ուզեցի, որ Արցախը իմ մանկության մեջ միշտ այդ Արցախի, չգիտեմ էլ, չեմ էլ հիշի հիմա որ թվականի այդ մեծ ռազմաշքերթն էր Ստեփանակերտի հրապարակում։ Հզոր ռազմական շքերթ էր։ Ես մասնակցել եմ դրան, ես տոնական Արցախն եմ հիշում, ուզում եմ այդպես էլ, հետո հարության տոնի մասին եմ այնտեղ խոսում։
այո, հարություն լինելու է։ Խաչի ճանապարհից հետո հարություն լինելու է։ Սուրբ ծնունդը, այո, մեր փրկիչը, որ ծնվել է, այդ Սուրբ ծննդյան ոգով մեզ անդադար բարի լուրը էլի տալու է։ Վերջը ինքն էլ պայքարով ծնվեց, պայքարով անցավ իր կյանքը եւ պայքարով հաղթեց։ Ամփոփեցի Արցախի գլուխը հենց հայոց եկեղեցու բարոյագիտության մասին խոսելով, որովհետեւ վերջին հաշվով մեր բոլոր խնդիրները բարոյական են։ Երբես որ հոգեվորականները խոսում են ու աչից ձախից ինչ որ տենց կերպարներ fake կամ հայ ասում են դուք քաղաքականությունից ինչու եք խոսում, քաղաքական եք, քաղաքական մի խոսում ժողովուրդ, Արցախի հարցում քաղաքականություն չկա, ուղղակի չկա, ու ցավոք սրտի չկա։ Լսում որ ստեղծված իրավիճակի համար բոլորս ենք մեղավոր։ Դուք ձեզ Յանի մեղավոր համարում բոլորս եք։ ենք մեղավոր, այնա ոչ մեկ մեղավոր չի, այդ նույն բանն է, այդ կոչվում է մեղքի մանիպուլյացիա, շատ հաճախ կրկնվում են։ Ես մեղավոր չեմ, կներեք, ես ինձ մեղավոր չեմ համարում։ Ես ոչ 2018-ին ասֆալտներին եմ պարկել, փռվել ավտոների տակ, ոչ սրանց երբևէ ձայն եմ տվել, փառք Աստծո, բայց այս ամենը, այս ինչ որ ես հիմա էլ խոսում եմ, քաղաքականություն չկա։ Ես երազեի, որ Արցախի հարցում լիներ քաղաքականություն, քաղաքական մոտեցում, այս ինտրիգանտների հետ ինչ քաղաքականություն, այստեղ զուտ բարոյագիտության եւ անբարոյականության հարց է։ Իսկ կներեք, երկրում բարոյականության մասին, եթե հոգեվորականը պիտի չխոսի, ով պիտի խոսի։ Գիրքը հայոց եկեղեցու մասին է, եւ հայոց եկեղեցու մասին փաստավավերագրական է, գեղարվեստական էլ չէ։ Ու մարդիկ կարդում են, ուզում են ճանաչել իրենց, ուզում են ճանաչել։ Իհարկե նաև կան մարդիկ, ովքեր կանգնում են այս գրքի, ովքեր գաղափարակից են մեզ եւ հզոր մարդիկ են, որոնք այս անդադար օգնում են ինձ գիրքը վերահրատարակել, որովհետեւ մարդիկ հասկանում են, որ իրենց գործունեությունը մենակ փող աշխատելու մասին չի, իրենք յուրաքանչյուրը իրենց տեղում ու շատ շատերը, գիտեք, լծված են այս հայրենիք շենացնելու գործին։ Արցախի կորստից հետո շատերն են մեկ այլ կորստի վախով ապրում։ Դուք ունեք նման զգացողություն։ Այ, մեր տունը քանդում է երկու մեղք՝ վախը եւ սուտը։ Վախն ու սուտը պետքա բացառել։ Վախենան, վախում ենք, վախենում ենք, նկարահանվելուց վախենում ենք, խոսալուց Դավիթ Հակոբյանը լավ, չէ, կյանք ու կռիվ ֆիլմում Սեր խոստովանելուց վախենում ես, պատերազմ գնալուց վախենում ես, ու մենք այնքան ենք ապրում այդ վախերի մեջ։ Նայում ես մարդը 18 թվին իրեն ճղած հանրային կերպարներից հիմա վախենում է քաղաքականությամբ չզբաղվել անվան տակ, արդարացնում է իր կենթանական վախերը, ցածր, մանր, մունր, 2 կոպեկի վախ։ Արցախից չխոսեմ, որ 2 կոպեկ կուլ չի գնալու։ Հուդայի 30 արծաթներով մարդիկ վախին կուլ են գնում։ Պատերազմի դաշտում էլ չէիք վախենում։ Վախի ընկալում չկար։ Ես հիմա երբեմն որ հիշում եմ ինչ որ հետադարձ հայացքով պատերազմի դրվագներ, հիմա ավելի ասենց լավ ոնց հիմա ավելի դժվարանում եմ հիշել, իդեպ չեմ էլ փորձում վերջել անջատած ինձ համար փակված թեմա է։ Այդ ժամանակ դու աֆեկտի տակ ես մի քիչ էլ։ Ու չգիտեմ, այնց բութ զգացողություն է։ Վախելու էմոցիոնալ ռեսուրս չունես։ Իսկ այսօր Աստվածաշնչում ավելի քան 300 անգամ գրված է՝ մի վախեցիր, որովհետև վախից ծնվում է սուտը, վախից ծնվում է դավաճանությունը, հենց վախից են ծնվում մարդու ամենասոսկալի մեղքերը, վախից, կենթանական տգեղ երևույթ։ Իսկ հավատում եք, որ մի օր արդարությունը կվերականգնվի։ Այո, ես չեմ հավատում, որ արդարությունը կվերականգնվի։ Հարցը խնդրում եմ վերաձևակերպել։ Դուք հավատում եք, որ մենք կկարողանանք վերականգնել արդարությունը։ Այս սրան հավատում եմ։ Դենիկ Դեմիրճյանն ասում էր թուրքը եկավ նայեց ռուսին, ռուսը եկավ նայեց եվրոպացուն, եվրոպացին գալիս է նայում է ռուսին, ռուսը գալիս է չի ընդունում։ Չկա նման խաղաղություն, չկա նման հաղթանակ, չկա նման լուծում։ Հարցի լուծումը մենք ենք, մեր հսկայածավալ կարողություններն են, նախ եւ առաջ այս ուղեղի կարողությունը, որը իսպար հրաժարվում են օգտագործել եւ մեզ էլ թույլ չեն տալիս, մի օր պիտի գա, որ մեր խելքերը, մեր ուղեղները, մեր իմաստունները պիտի կարողանան
լծակներ ունենալ իրավիճակը փոխելու եւ այդ ժամանակ անշուշտ պիտի իրավիճակը էլ փոխվի, ուրիշ ավելի կարևոր բաներ էլ փոխվի եւ հասնենք այդ արդարության վերականգնմանը։ Թովմա ջան, արցախցիները ապրում են վերադարձի հույսով։ Յուրաքանչյուրը իր սրտում պահում է այդ հույսը։ Իսկ դուք հավատում եք վերադարձին։ Ես իհարկե անշուշտ հավատում եմ, բայց գիտեմ դրա գինը նաեւ։ Բոլորս էլ գիտենք այդ վերադարձը ոնց է լինելու եւ պիտի պատրաստվենք այդ վերադարձի գինը հստակ վճարել։ Դա պայքարի հսկա ճանապարհ է։ Գուցե նաեւ դիվանագիտական պայքարի։ Միևնույն ժամանակ մենք հիմա մի նախաձեռնություն ունենք, որ կոչվում է Վերև։ Մենք ուխտագնացություններ ենք կազմակերպում։ Արդեն շատերը նաև շատ արցախցիներ մասնակցել են։ Ես Վերև ուխտագնացությունների շարքը այդ երբեմն բնութագրում եմ ճանաչել հայրենիքը, ճանաչել եկեղեցին, ճանաչել ինքդ քեզ։ Այդ ինքնաճանաչման ճանապարհով ես վստահ եմ, որ Վերև ուխտագնացություններով մենք Արցախել ենք գնալու։ Ես իհարկե շատ կուզեմ մի օր պատմել Եսայի Հասան Ջալալյան կաթողիկոսի մասին, մեր Սուրբ Գրիգորիոսի մասին, Դադիի մասին։ Կլինի, կանենք։ Աստված։